Արթուր Չախոյանի բազմաթիվ բացահայտումներից, թե ինչ որակով են իրանք անում այդ աշխատանքը։ Այսինքն լավ տեսնում են, որ մեկը բարեխիղճ տնտեսվարող է, չէ՞։ Եկել ասրատեղեք, ես այս գործը կարամ անեմ 40 միլիոն դրամով, որտեվ իմ ինքնարժեքի բանը այսքան է, հարկերը եւ այլն, ես այստեղ բան գերեկամուտ չեմ ունենալու եմ, չգիտեմ, 10-15% եկամուտ։ Սրանք ասում են ախպեր, նայ արա, այսի ճուժոյ մարդա 40 միլիոն արա, բեր դու 30 գրի կամ 35 գրի, ես չգիտեմ ինչքան գրի, հա։ Ու նայ ոչ գործից են խաբար, ոչ գներից են խաբար, գերում են, վեկալում են։ Այդ սա հակապարտեզների խնդրեմը է, հետո գնում են տենց խլինքով կպցրած ինչ որ աբոյ են անում, ես իմի չեն անում, են Չախոյն Արտուրն է գնում, ասում ախպեր, ես չի ձեր արածը, 500 միլիոն դրամ ծախսել եք այս բաների վրա, չի նորմալ արած չի, ինչի նորմալ արած չի, որտեվ նորմալ անողը չի շահում այդ տենդերը, որտեվ Իրանից ցածր գին կա առաջարկող։ Իսկ այդ ցածր գին առաջարկողն է բնականաբար աֆիլիացիաների մեջ է հայտնվում, պարզվում է, որ աֆիլիացիաների մեջ է սրանց հետ, ոնց որ այս դեպքում հստակ ասենք, ՀՊԱ-կանի պատկանող մի հատ ընկերություն։ Հետո գնում է այդպես կիսատ պռատ այդ գործը անում են, տարիներով ուշացնում են, այն Արտուր ասում էր, չէ՞, տարերեր վիդեո ցույց էր տալի, 23 թվին պետք է արդեն հանձնած լինեին մանկապարտեզը, 25 թիվն ալում հանձնած